Այսօր, օգոստոսի 18-ին, առեղծվածային կրակոց մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:40 40-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երանի քրեական վարչությունում ՀՆԳ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում Mercedes մակնիշի ավտոմեքենայում դիկա։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Mercedes մակնիշի ավտոմեքենայում վարորդի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու հունքի շրջանում հրազենային վնասվածքով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրա ձեռքում հայտնաբերվել է նա ատրճանակ, իսկ ավտոմեքենայից դուրս համայնքային ոստիկանները հայտնաբերել են կրակված գնդակ։ Ավտոմեքենայի արջի դռան ապակին վարորդի կողմից նույնպես վնասված է կրակոցի հետանքով։ Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Քննչական կոմիտեի Երան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Բաժնի պետի պաշտոնակատար Ազատ Դանիելյանի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Խաչատուր Պողոսյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների տղամարդը ավտոմեքենայի մեջ ատրճանակով ինքնասպան է եղել։